Գիտնականները պարզել են, որ բույսերը նույնպես ունեն հիշողություն, նրանք կարող են հիշել ստրեսային իրավիճակները, օրինակ երաշտ կամ ցուրտ, գենետիկ մակարդակով։ Սա կոչվում է էպիգենետիկ փոփոխություն եւ նշանակում է, որ որոշ գեներ հիշում են իրենց անցյալ փորձը եւ փոխանցում հաջորդ սերունդներին։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Հիշեցիք։ Լավ է, հետո կպարզեմ։ Առաջին եթերում դուք դիտում եք հիշաչար երեկոն, բարի երեկո։ Հաղորդման ժամանակ հյուրերը պետք է հիշեն ամենատարբեր մանրամասներ, տարեթվեր, փաստեր, իրադարձություններ, որոնք լսվում կամ տեղի են ունենում հենց նկարահանման ընթացքում։ Իսկ համահաղորդավարը շոուի ընթացքում կատարվող իրադարձություններից հենց տեղում կազմում է հարցեր եւ տալիս հյուրերին, ինչով էլ ստուգում է, թե ինչքան ուշադիր են նրանք։ Ամեն փուլում մասնակիցները ստանում են միավորներ, ամենաշատ միավոր վաստակացյուրը դուրս է գալիս սուպեր եզրափակիչ։ Եկեք ծափարենք մեր համահաղորդավար Նորոյին, բարձր ծափարենք։ Շնորհակալություն։ Ինչու՞ ոչ նաև Գրիգին մի քիչ ավելի բարձր, Գրիգին է ծափարենք։ Կասես մի քանի հետաքրքիր փաստ քո մասին կամ թեկուզ մեկը։ Մեկը, որտեվ ես քեզ նայում եմ հիշում եմ, հասկանում որ դժվար դու մի քանի հետաքրքիր փաստ ունես, դեռ գոնե մեկ։ Ինչքան հետաքրքրություն ունեմ, կարող համար տենց զարմացնող չլինի։ Օրինակ մի բան, որ ես ինչ-որ բան, որ ուզում եմ հիշեմ, հասուցացնում եմ թվերի հետ։ Այսինքն։ Ասենք օրինակ առավոտը իմ համար տենց խոսքի 7 հոտ է, 7 է, էլի ասենք խոսքի։ Մի վարքան, այսինքն առավոտը 7 է։ Ասես թվով ավելի լավ ես հիշում, օրինակ ասենք զարթուցիչը, որ ինչ-որ զարթուցիչին սենց ասոցացնում 5 թվի հետ։ Թվերի հետ ես ասոցացնում, ու սենց ամեն ինչ է ստացվում։ Օրինակ չորեքշաբթին, սենց 12, չի, սենց չորեքշաբթի 12, չի, մի անգամից գալի մտքիդ։ Ոնց է չորեքշաբթին։ Ասում հա է։ Տեսա։ Չորեքշաբթին։ Թվով ինչ-որ կամ գույնով չի եղա, տենց։ Իմ մոտ գույնով է թվերը։ Հա, թվով գույնով։ Ես ինչ թիվ եմ։ Դու տենց 9-ոտ։ Շատ 9 ես։ Ես առաջարկում եմ մենք սկսենք հաղորդումը մինչև շտապօգնության մեքենան հասնի քեզ օգնության։ Շատ լավ։ Որտեվ մի բան եղել է այսօր քո հետ ակնհայտ։ Դե, ես նորմալ եմ, կարող է դու նորմալ չես։ Առաջին եթերում դուք դիտում եք հիշաչար երեկոն, խաղ, որի ժամանակ ոչինչ պետք չէ հիշել, պետք է ուղղակի հիշել, թե այստեղ ինչ է տեղի ունենում։ Խաղացեք մեր հետ զուգահեռ ու փորձեք հիշել այն ամենը, ինչը տեղի է ունենում, անգամ այս անսպասելի բառը, որ ես հիմա կասեմ, նկուղ։ Նկուղ։ Վաու։ Մեր մասնակիցները ամեն ճիշտ պատասխանի համար կստանան միավորներ, իսկ ամենալավ հիշողություն ունեցող մասնակիցը մեզ հետ կգա սուպեր եզրափակիչ, այնպես որ մեր կանոնները ավելի հեշտ են, քան անձրևոտ օրը պլանները չեղարկելը։ Եթե պատրաստ եք, ես առաջարկում եմ ծափարենք մեր այսօրվա հյուրերին։ Իսկ այսօր հիշաչար երեկոն ստուգելու է, թե ինչքան են հիշաչար հայկական թատերական աշխարհի անձնավորությունները եւ արդյոք ընդհանրապես հիշաչար լինել լավ բան է։ Շատ էս հաղորդման համար։ Այս հաղորդման համար լավ, իսկ առօրյայում ընդհանրապես Ավելի լավ է լավ հիշողություն ունենալ։ Այս հիշաչարն էլ է մեկ-մեկ պետք։ Մեկ-մեկ պետք է գալիս, հա։ Չէ։ Դե եթե չէ, ուրեմն հենց քեզանից էլ Ամալ Դոլուխանյան, եկեք ծափարենք։ Ամալ Դոլուխանյանը ծնվել է 2000 թվականի մայիսի 29-ին ժամը 16:50, հենց այդ պահին էլ հնչել է արդեն հայտնի դարձած ես Ամալն եմ եւ իմ համար ամեն ինչ ականջող է արտահայտությունը։ Նա դա ասել է վերցնելով հենց նոր կտրած պորտալարը։ Ամալի մանկությունը անցել է մայիսի 9-ի փողոցում, ինչքան էլ որ ծնվել է մայիսի 29-ին։ 5-րդ նրբանցք 7-րդ տանը։ Ամալը շատ ակտիվ երեխա է եղել, ունեցել է շատ ընկերներ, որոնցից 26%-ին վերցրել է եւ նրանցով պատրաստել է ականջող եւ մինչ օրս կրում է։ Ամալի դերասանուհի դառնալու մասին նրան 3 տարեկանում առաջինը ասել է Էդուարդ Պապիկի ընկերը Արծվիկը։ Արծվիկը նայելով Ամալին ասել է Էս խոխան դերասան ա տրնալան, ճիշտ եմ ասում։ Այո։ 6 տարեկանում Ամալը հաճախում է Նելսոն Ստեփանյանի անվան համար 1 դպրոց եւ դպրոցը այնքան շատ է սիրում, որ ցանկանում է պատրաստել ականջող հենց դպրոցից, բայց դպրոցի տնօրինությունը կտրուկ մերժում է Ամալին։ Ամալի համար շրջադարձային է լինում 2016 թվականի օգոստոսի 2-ը, քանի որ հենց այդ օրը նրան առաջարկեցին ընդունվել Թատերական ինստիտուտ։
Եվ ամեն տարի այդ օրը Ամալը օդային շնորհակալություններ է ուղարկում Վաղինակ Ասատրյանին, ով կարողացավ համոզել հայրիկին, որ իր համաձայնությունը տա ընդունվել Թատերական ինստիտուտ։ 2017 թվականի օգոստոսի 27-ին ժամը 17:24-ին տեղափոխվում է Երևան սովորելու Գոռ Մարգարյանի արվեստանոցում։ Ամալը աշխատել է 3 տարբեր թատրոններում, բայց հիմա հաստատվել է Աշտարակի դրամատիկական թատրոնում, քանի որ միայն այդ թատրոնն էր Ամալին թույլատրում ներկայացման ռեկվիզիտներից պատրաստել ինչ ականջող ապրես։ Ամալը հետաքրքրված է նաև թվային հոգեբանությամբ, նումերալոգիայով, սիրած թիվը 18-ն է, որովհետև իր մատրիցայում գլխավոր դիրքում է 18 թիվը, լուսնի ու հրաշքների մագիայի էներգիան։ Իսկ եթե մի բան վստահ ու պատկերավոր ուզում ենք, 18 թվով լինում է, այսպես է պնդում Ամալը։ Դե ինչ, դիմավորեք մարտում մեզ հյուր ենք կանչել, բայց մի փոքր վախենում ենք, քանի որ հնարավոր է ամեն պահ մեզանից պատրաստի ականջող Ամալ Դոլուխանյան ծափարենք եւ մի հատ ուշադրություն մեր տաղավարի հետ սազող լամպերը։ Ես ընթացքային սեն ճարժում եմ, թե որ ինձ չկա։ Բայց հարմար, հա։ Շոտ։ Քեզ չէ, տնեցիներին, որ հիմա մութ նստած են։ Իրանք Հիմա շատ տանը գոհ մութ են։ նստած։ Իսկ ամենամեծ ականջողը ինչքան ա եղել տես չափերով։ Կտավ ա եղել, այս վերջերս այս Հա։ շատ մեծ։ Ոնց է դա ծնվել քո մեջ այդ հետաքրքրությունը։ Քովիդի ժամանակ մենք քանի որ բոլորը այդ ժամանակ իրար նվերներ էին ուղարկում, նվերներ էին ուղարկում իրար, մենք էլ ընկերներով որոշեցինք իբր մենք էլ ենք հայտնի իրար նվերներ ենք ուղարկում ու տենց ականջողեր էինք ուղարկում։ Այդպես հասկացա, որ ինձ դուր է գալիս դա։ Տպավորություն չի, որ նկարչականով անցել է, միամիտ ընկել է ականջին, ես Մոլբերտը վերջը գնացել է։ Դե լավ դե։ Իսկ նումերալոգիայով ես դու հետաքրքրված, ես ուզում եմ հասկանանք հիմա մենք ինչ պետք է ասենք, որպեսզի մեր մասին ինչ-որ բան ասես դու։ Ծնունդի օր, ամիս, տարի։ 30 օգոստոս։ Որ թիվ։ Ես 1936։ 1991։ 91, 30, 08 պետք է դուք միշտ իմանաք, որ ամեն ինչ արդար է աշխարհում։ Ինչ։ Ամեն ինչ աշխարհում արդար է։ Պատճառը հետևանքային կապերը որ հասկանաք, կհասկանաք, որ ամեն ինչ արդար է։ Այդ մենակ ես մնացածի համար արդար։ Ձեր համար, որովհետև դուք կարող եք ըմբոստանաք արդարության համար։ Ահա։ Պետք է բալանսավորեք նյութական ու հոգևոր աշխարհը։ Ահա։ Երեքով պետք է գնահատեք հակառակ սեռին, երեքով գնահատի։ Ես ու գրիկը 2-րդ նովը։ Ես նորոնելով գնահատի հակառակ սեռ։ Երրորդ էներգիայով Աս երեքով, այսինքն ես գոռը նորոն գնահատենք հակառակ սեռին, շատ լավ, հետո։ Այդքանը երևի դեռ, որովհետև դա սխեմա է, Մնացածը արդեն վճարովի է։ Դու էլ նստած ես, չէ՞, ընդունարանն է։ Նոր դու չես ուզում։ Իմն էլ է լինում։ Ահա, կոնն էլ է լինում։ Եթե ունես ծննդյան օր ամսաթիվ։ Ինչ թվում է։ Չէ, մի հատ կար։ Հունվար 26 99 թիվ։ Բայց դա էս տարի։ Իրանը ամեն հունվարի 4-րդ չորեքշաբթին է։ Այ օրինակ նորոյի հոգին շատ հին հոգի է, որովհետև այո, որովհետև բազմիցս վերածնվել է։ Ոտես բանես լսել էի մի անգամ։ Ու նորոն ենթագիտակցորեն շատ բաներ ճիշտ է անում, ինտուիտիվ։ Այսինքն նորոյին երկար մտածել պետք չի, պետք է ուղղակի հասկանալ, ասենց գնաց։ Դա էլ է դե։ Իսկ ով ա եղել օրինակ, կարանք իմանանք ով ա եղել նախկինում։ Օ, հետարքիր է։ Մասնագիտությամբ կա։ Միսես 5000 դրամ որ sense աթոռի տակ։ Դա պիտի սխեման կազմեմ, որ կարողանամ։ Դա պիտի 5000-ը տաս որ կարողանամ։ Նույն ծափարություններով Գոռ Մարգարյան։ Ստեփան Մարգարյանի եւ Անահիտ Հարությունյանի ընտանիքում 20-րդ դարի վերջում ծնվում է մարտով 2014 թվականին արտավազդ մրցանակաբաշխության ժամանակ Մեղրի համը ներկայացումով պետք է ստանար 6 մրցանակ։ Բա Գոռը սովորել է Երևանի թիվ 31 միջնակարգ դպրոցում, ինչպես հայտնում է Գոռը, նա եղել է լուր, սովորող եւ խոհեմ անձնավորություն։ Դպրոցում խոհեմ բառը ինչ է, խոհեմ աշակերտ։ Բայց քչերը գիտեին, որ Գոռը ուղղակի լուր պատրաստվում էր դպրոցի նախագահական ընտրություններին եւ 10-րդ դասարանում նա ընտրվեց դպրոցի նախագահ, բայց այդ պաշտոնը լիարժեք կրելու համար Գոռեն խանգարում էր պարը։ Նա հաճախում էր Նայրիտ պարային խումբ, հետաքրքիր չէ՞, նախագահ, բայց հաճախում էր պարի։ Որտեղ նա պարում էր հայկական, ժողովրդական եւ տարբեր ազգերի պարեր։ Պարային խմբին միշտ ասում էին, որ նրանք այս տարի գնալու են հյուրախաղերով Բեյրութ եւ Ռումինիա, բայց այդպես էլ չգնացին։
Խնդրում եմ պատմես, ոնց եղավ, որ միշտ ասում էին ու դուք էլ հավատում եք։ Դե այդ ժամանակ այդ մութուցուր տարիներն էին կամ Նայրիդ անունից արդեն դու չհասկանայիր, որ մի բան են չի այդ խմբի հետ։ Նայրիդ մանկապատանեկան ինչ որ երկար անուն էր։ Պարային եւ սոսոզի մշակման։ Կաուչուկի եւ Պարային գործերակ։ Ու տենց ամեն տարի գալիս ասում էին, որ այս տարի գնալու ենք Բեյրութ կամ Ռումինիա։ Գոնե փոխեին երկրները։ Պիտի փոխավակվեր դրա համար կամ կարայր երկուսը ընտրեիր։ Հա, Լիբանան կամ Ռումինիա, Ռումինիայի քաղաքը չէի հիշում։ Այն Բեյրութ էր հաստատ։ Այդ նեղ տարիներն էին, որտեղ մարդիկ մի կերպ էին հացի գումար վաստակում ու ամեն տարի այդ սախ խմբի ծնողները մի բան ծախում էին, որ այդ գումարը հավաքեին, որ մենք գնենք ու չէին գնում։ 2002 թվականին Գորը դիմում է Թատերական ինստիտուտ, բայց չի անցնում, ստանալով 6 բալ։ Բայց մյուս տարի հաջող հանձնում է քննությունները եւ ընդունվում է 2024 թվականի մարտի 27-ին Գորը գալիս է հյուր առավոտ լուսո հաղորդման առաջին ալիքում եւ 16-րդ վայրկյանին հայտնում է, որ բովանդակություն ներկայացման մեջ օգտագործվում է 33 ճամփրուկ։ Իդեպ Գորը հաղորդման ժամանակ նաեւ հայտնում է, որ այդ պահին մոտակա ներկայացումը ապրիլի 19-ին է։ Դիմավորեք Աշտարակի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գոր Մարգարյան, ձեր ծափահարությունները։ Ես մեկ հարց ունեմ, ինչ ես արել, որ 6 ես ստացել։ Ժտարը չէի կարողանում ասել։ Մի տարում ոնց ուղղվեցիր։ Մի տարում չեմ ուղղվել, մի ամսում եմ։ Ժտարը, այսինքն իմ համար կային անուններ, կոնկրետ անուններ ու այդ պատմության դասից էիր։ Ընդ որում մեկը հենց քո անունն էր, որ ես դժվար էի արտասանում, գից հետո իմ համար ժտարը այդ դժոխք է։ Ես ասում էի գրիկ։ Ասեի գրիկ, Տիգրան։ Հետո գնացի ժտարը ստացա, լոգոպեդիս մոտ, Քրիստինա Տիգրանյանի մոտ, տենց մի ամսում տենց չխոսացի, ոչ մի բառ չէի խոսում, մի ամիս չէի խոսում, ոչ մի բառ, մոռանում էի, ոնց որ այն հինը ջնջում էր, հին ծրագիրը, նոր ծրագիր էր էլի բանանում նստացնում։ Մի անգամից այս չէր լինի, անգլերեն սովորեիր, անգլերեն ընդունեիր։ Իսկ թատրոնում ինչ նոր ներկայացում կա։ Թատրոնում ունենք 2 պրեմիերա, 7 րոպե եւ 42-24 Արթուր Միլլերի Դեպք Ֆիշիում պիեսի հիման վրա։ Բայց 7 րոպե չի տևում, չէ՞։ 7 րոպե, չէ, 7 րոպե տևում է մի ժամ 40 րոպե, 42-24-ը ուղիղ 2 ժամ առանց անտրակտի, բայց հանդիսատեսը չի նկատում։ Լուրջ եմ ասում։ Դա բարդ է, դա բարդ բան է։ Իսկ մոտավոր քանի հանդիսատես է լինում ամեն ներկայացման ժամանակ։ Մեր դահլիճը այսպես տրանսֆորմացվում է 328, 451, 90 ու 80-85։ Ես անկեղծ ես Գորի ներկայացումներին առիթ չեմ ունեցել դեռևս լինեմ, բայց երբ լսել եմ, երբ տեսել եմ ինչ-որ ընկերների ստորիներով, միշտ վաուի էֆեկտ է եղել է, մաղթում եմ, որ դի միշտ լինի։ Գորին եկեք ծափարենք։ Ակնարկսել երևի հասկացավ։ Մերի Մարգարյան եկեք ծափարենք։ Naruto մանգան սկսել է հրատարակվել 1999 թվականի սեպտեմբերի 21-ին Weekly Shonen Jump ամսագրում։ Առաջին անիմե սերիալը սկսել է հեռարձակվել 2002 թվականի հոկտեմբերի 3-ին, այն ունի 220 սերիա եւ ավարտվել է 2007 թվականին։ Մանգայի հրատարակվելուց 1 տարի առաջ 1998 թվականի ապրիլի 9-ին ժամ առավոտյան 9-ին ծնվեց անիմեի մեծ երկրպագու Մերի Մարգարյանը։ Բա Փոքր ժամանակ Մերի սիրած զբաղմունքն էր բարձրանալ բազմոցի գլխին ու ցատկել հատակին։ Գլխով։ Այդ զբաղմունքը շատ էր սիրում Մերին, բայց չէր սիրում նրանց տան հատակը, որովհետև հատակը ցավ էր զգում։ Մերին սովորել է Սախրովի անվան թիվ 69 դպրոցում, այնուհետև 2013-ից 2016 թվականները սովորել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժանի լրագրության բաժնում։ 2013 թվականին որպես դպրոցի լավագույն աշակերտ մեկնել է Ռումինիա Գոր։ Իմ ճիրականացած եղեն գնում ձեր տարեցների փողերը Գորջան։ Ու Մերին թվում էր, թե կտեսնի Բուխարեստի լավագույն տեսարժան վայրերը, բայց նրանք անցնելով Բուխարեստ հայտնվեցին Կոշտինեշտի նավահանգստային քաղաքում ու այնտեղ մնացին 7 օր։ Մերին հասկանալով, որ փողոցում ուղիղ դեպի տեսախցիկը քայլել է եւ ռեպորտաժի վերջում օպերատորի անունը ասել է իրենը չէ, որոշում է ընդունվել Թատերական ինստիտուտ, ինչը շատ է ուրախացնում հենց Մերին, բայց տխրեցնում է իր մաթեմատիկայի ուսուցչուհուն Գայանե Իսրայելովնային, ով Մերին ասեց. «Խելացի աղջիկ ես, ինչի ես ընդունվում Թատերական», բայց Մերին ընդունվեց, իսկ վերջերս Գյումրու դրամատիկական թատրոնում բեմադրեց ներկայացում, որի գլխավոր հերոսներն
կոչվածություններն էին Մարտինեսը, Էլիասը, Գոմեսը, Վամենոսը, Դոմինգեսը եւ Մանուլոն։ Մերին շարունակում է նայել անիմեներ, իսկ իր սիրելի կերպարներն են Հիտաչին, Նարուտոն, Նենջին, Շիկամարուն, Հինատային, Մադարան, Յամատոն։ Ծափահարություններով դիմավորեք Մերիտո Մարկարյանիտո։ Վերջին անիմե ֆիլմը, որ դիտել ես, որն է։ Խայաո Միյաձակի «Ունիսյոննի պրիզրկամի»։ Ես մի հատ հետաքրքիր փաստ ասեմ Նարուտոյի հետ կապված իմ մասին։ Ամբողջ մեղրամսի ընթացքում ես ու կինս Նարուտոն ենք էլի նորից նայել։ Բո ես ուր էի։ Ես էլ մեծ երկրպագու Նարուտո։ Մեղրամսին դուր լինի։ Աղվերան։ Նորմալ է։ Կարայք Արեշը մնայի։ Արեշ էինք ամուսնանում, միտեղ պիտի գնայի, գնացինք Աղվերան։ Իսկ երբ ծնվեց հետաքրքրությունը դեպ անիմեները։ 11 տարեկանում։ Ինչից հետո։ Հիշում եմ Գլխի գցվելուց հետո։ շատ գցվելուց հետո։ Իսկ թվում է մեր տարիքային ժամանակներում ժամը 5-ին ուղղակի Նարուտոն դնելուց հետո։ Չէ, ես ասեմ, ես հիշում եմ, հա, ես նկարչության էի գնում, որը 4-ից մինչև 6-ն էր, բայց Նարուտոն սկսվում էր 5-ին, ու մենք 40 րոպե նկարչության էինք մնում, ու տենց 20 րոպե արագ գալիս էինք, որ հասնեինք։ Ինչ։ Վինքսը չես նայել։ Վինքսը ավելի իմ համար տենց շատ աղջկական էր, ես Նարուտոնին։ Վինքսը շատ լավ։ Okay, շատ լավ։ Ես ուզում եմ մի երկու բառով պատմես Կոշտինեշտի քաղաքի մասին։ Ուրեմն ես 9-րդ դասարանում կանչեցին մամայիս ու պապայիս, զանգեցին, ասացին կանչի մամայիդ ու պապայիդ տնօրենի մոտ, ես մի քիչ վախեցա, որովհետև մտածում էի ինչ ա եղել, որ իմ մամային ինչ եմ արել, իսկ որ տնօրենը կանչում է։ Հետո մամաս ինձ ասեց, որ դու որպես դպրոցի լավագույն սովորող պետք է մյուս 60 դպրոցների հետ միասին ամեն դպրոցից մի հոգի գնաք Ռումինիա հանգստանալու։ Ու ես տենց չգիտեի, փոքր էի, չգիտեի ինչ ենք անելու այնտեղ, էլի։ Գիտեի, բայց որ գնալու եմ Բուխարեստ ու այնտեղ տեսարժան վայրերը, չգիտեմ, Եվրոպան կտեսնեմ, բայց այնպես ստացվեց, որ մենք գնացինք ուղիղ Կոշտինեշտի ու 7 օր հանգստացանք Ալեքս հյուրանոցում։ Ազգագրական ռադիոյի եթերում դուք տեխնիկական խնդիրների պատճառով մոտ 2 ժամ 16 րոպե լսում եք Դեվիդ Գետայի Իբիցայում մայիսի 17-ին տեղի ունեցած մենահամերգը։ Հայցում ենք ձեր ներողամտություն եւ դրա փոխարեն մեր երեկոյան եթերում 8-ից 9 ժամ կլինի բոլորիդ կողմից սիրված երգչուհի Փիրումինա Հակոբյանի մենահամերգը Մալթայում։ Մենահամերգը կոչվում է 124 տարի բեմում։ Իսկ հիմա մեր եթերը կլցնի պարոն Արշակը իր հեղինակային «Օ տարեր 39» հաղորդաշարով, որտեղ նա կարդում է մեր Այուբյանի տարերը։ Սա հաղորդման հոբելյանական 51-րդ թողարկումն է։ Հիշեցնեմ, որ պարոն Արշակը արդեն հասել է Թ տարին։ Ազգագրական ռադիո, երբ բոլոր մնացած ալիքները խշշում են։ Լավ ալիքա։ 8-ից 9 ժամանակ հաղորդումներով։ Դե ինչ, առաջին փուլ, առաջին հարց, ամեն ճիշտ պատասխանը 100 մեգաբայթ։ Առաջին հարցը Ամալին։ Երբ էր հեռարձակվել Գոռի մասնակցությամբ Առավոտ լուսո հաղորդումը։ Բա նստած լույսեր էիր վառում, ինչ-որ ականջողներ էիր անում։ Ես ուրիշ բաներ էր։ Դու հիշում ես։ Ես հիշում եմ, որ 16-րդ վայրկյանին ասեց։ Էդ էլ ես սխալ հիշում։ Հա։ Դու դեռ ոչ մի բան չես հիշում։ Ասեց, որ 15-ին դինելու է, ապրիլի 15-ին։ Ես Փաս։ Չկա պատասխան։ Ճիշտ պատասխանը 2024 թվականի մարտի 27-ին հարց Գոռին, որ թվականի որ օրն է եթեր հեռարձակվել Նարուտո սերիալը։ Ես դա հիշում եմ։ Տենց է, հենց այդ ձև է մեր խաղը։ Չէ, չկար 2002-4 տարեկան է սա եղել։ Աման նայում ես ինձ, նայ։ Էս ինչ է նշանակում ըստ քեզ։ Ես առաջակում հետհաշվական ենք, դու ասա։ 2004 թվականի մնաց Օնու մարտի 17։ Համարյա ճիշտ էր։ Մարտի 27, չէ։ 2000 հոկտեմբերի 3, 2002։ Հարց Մերի չհամարձակվեց ճիշտ պատասխանը։ Հարց Մերին։ Իր ընկերների քանի տոկոսին է պատրաստել ականջող համալը ըստ։ Մի վայրկյան։ Ես հիշում եմ։ Չէ, մի վայրկյան։ 23։ Ես ո պատասխանը մետաճով մի վայրկյան, խանգարում եք ինձ։ 23, 20-ը ճիշտ էր։ Չեմ կարող ասեմ։ Ընդհանրապես։ Հա։ 30։ Չեմ կարող ասեմ։
Դա մի պատ տարբեր է։ Նորը Երեքն եմ հաշվում։ Չէ, հետ մի հաշվեք, 24%-ին։ Ոչ, 26%։ Ես առաջինը ճիշտ էի ասել։ Չէ, դուք 23 եք ասել։ Հարց Ամալին, որ Ամալի դպրոցն էր հաճախել մերին։ 61, Լավ էր սկսել։ Ես ասեմ 31, Ասում լավ էր սկսել, ասում եմ 37։ 67, Լավ է սկսել։ բայց այդպես տարբերակներ կար, լիքը լինի։ Չէ։ Բայց կարա ասի 64, հետ հաշվար 3, 2, 1։ 64, 69 է։ Սա պատասխանը հարց գորին ժամը քանիսին էր Ամալը տեղափոխվում Երևան։ Ես էլ եմ հիշում։ Առավոտը 7-ին։ Մի քիչ տես մինչև մի հատ հաց ուտել բան աներ այդ ժամին։ Մինչև մի հատ հաց Հաց ուտել։ ուտել։ 12-ին կեսօրին։ Մեծ Նարոտոն նայել ու կարար դուրս գար։ Կարար նկարչական է մտնել մի պա։ 17, 17:00։ Սկաներ 17-24։ Հարց մերին, քանի ճամփրուկ էր օգտագործվել բովանդակություն ներկայացնում։ 33։ Օ, առաջինը մեգաբայտ։ Էս հարց է։ Ամալ, մեր խաղի կանոնները ավելի հեշտ են, քան ինչը։ Հաղորդման սկզբում հնչեց։ անձրևոտ եղանակին պլանները հետաձգելը։ Մեգաբայտ։ Գոր պետքա գաս հետևից իրենց, ըստ Նորոյի որդիվներ գրիգը։ Նորոյի որդիվներ գրիգը 9։ Այո, Մեգաբայտ։ 9 չէ, 9։ 9 անգամ, այո։ Մերի, ինչ անսպասելի բառ ասեցի ես հաղորդման սկզբում։ Ամենասկզբում մի րոպե հիշում եմ։ Շատ լավ եմ հիշում, ես այդ Անգամ պահին այս բառը։ ասեցի, ես ասեցի այդ պահին։ Ես շատ պատասխան չէ։ Չի գալու մեկը։ Անկան եմ սիրում, որ իրար հարազատ մարդիկ թշնամարում են այդ ժամանակ։ Բայց հետո ես Հատկապես այս պատասխան թող չգա։ Իհարկե։ Մի վարքյան ես հիշում եմ։ 100-ից հետ հաշվարկ եմ անում։ Հա, էլի մերսի շատ։ 3։ Չէ, թմբուկ։ Ահա, Մարիա։ Ինչ ասեմ։ Նկուղ։ Մոտիկ էիր, անկեղծ։ Դու նկուղում դրած թմբուկի հետ էիր խառնել, ափսոս։ 3։ Հարց Ամալին, ամսի քանիսին էր տեղի ունեցել Դեվիդ Գետայի Իբիցայի համերգը ազգագրական ռադիոյի եթերում քիչ առաջ, երբ որ անիմաստ տեխնիկական խնդիրների պատճառով հեռարձակվում էր։ 19, Ինչ 19։ Այդ ամիսներ, Բա օրը Էներգիաներ է։ Բա օրը որ ամս է, դու ուժեղ ես էլի այս տվերից։ Դեվիդ Գետայի Իբիցայի համերգը երբ կլինի, մի հատ 4-ին գումարի 17 ստացի։ դեկտեմբերին, ոչ։ Դեկտեմբերի 19, համարյա մարտի 17 իրական պատասխանը։ Գոր ինչպես էր Փիրումինա Հակոբյանի համերգի անունը, որը Մալտայում էր տեղի ունենում։ TV-ով հեշտեր է, հաղորդում։ Չեմ հիշում։ Պատասխանը 3-2-1 124 տարի բեմում։ Այսպիսի խորագրով էր հանդես գալիս Փիրումինան։ 124 տարի բեմում, 124-ն էլ լուր, որ չենք նկատել։ Եվ այս փուլի վերջին հարցը մերին, ինչպես էր պարոն Արշակի հաղորդման անունը։ Այբուբեն 39-ը, բայց կարող եմ մի հատ մտածեմ, 39-ը, օքեյ։ 39-ը Ավելի այսպես Նայ, ես ուշում եմ։ Այբենարան։ Չէ, այս դեպի։ Այբենարանում ինչ Նայ, կա։ այս դեպի։ Սուդալի, Զիչելի։ մոտավոր 39-ը։ 39-ը ինչ է։ Քիչ 39-ը, ինչի են 39-ը։ Տարրեր 39-ը։ Դե իմանայ։ Սա բառերը ճիշտ է, մնաց։ Երկելով տարը։ Ին ոնց է դի ասում մեր։ Այդտեղ հետ հաշվարկը Հայերը- ոչ թե ուշել է։ Մի հատ վերջական։ 2, 1, պատասխան ասում։ Երևի 39 տար։ Ոչ։ Օ, տարեր, Տարեր։ 39։ Պարսուց էի տալիս։ Դե ինչ տապան ենք առաջին փուլի համար մեր մասնակիցներին եւ ամփոփենք առաջին փուլից հետո միավորները։ Բոլոր մեր հյուրերը ունեն 100 մեգաբայտ։ Ֆանտաստիկ վատ ցուցանիշ։ Եվ վատ ցուցանիշ տապան ենք եւ տեղափոխենք դեպի երկրորդ փուլ։ Դե ինչ, երկրորդ փուլ, այստեղ ամեն ճիշտ պատասխանը 200 մեգաբայտ եւ այս ամբողջ ընթացքում նստած էր բացովի թանկանոց կոմպյուտերով երիտասարդը եւ հարցեր էր գեներացնում։ Այս փուլում հարցերը ամբողջովին գեներացվել են ձեր խոսակցություններից, ինչ իրար ասել եք, ինչ չեք ասել։ Եվ այսպես, առաջին հարցը Ամալ ջան քեզ։ Ըստ Գորի, քանի հանդիսատես է տեղավորում Աշտարակի թատրոնը, ասա գոնե թվերից երկուսը։ 328,
Մեկը ճիշտ էր։ 50 թե 58 451 451 ճիշտ էր, եկեք ծափարենք 200 մեգաբայթ, բրավո, հարց Գորին, որն էր Ամալի պատրաստած վերջին ամենամեծ ականջողը։ Կտավ։ Կտավ 200 մեգաբայթ։ Ինչ ասեց Ամալը, երբ լսեց առաջին անգամ Գրիգի ծննդյան տարեթիվը։ Դուք 3 ունեք։ Ես ով եմ։ Այդ միջև հաղորդումներից թվում է։ Հա, սպասեք, մի վարկյան։ Ինձ շատ է դուր գալի մերի ինքնավստահությունը, որ ես ասում եմ, միշտ ցանկացած հարցի։ Իհարկե, 5000։ Մի վարկյան։ Ասեց առաջինը հենց պիտի ասեմ, թե կարամ չորրորդը ասեմ, օրինակ ինչ ասեմ։ Առաջինը, ասեց։ Ասեց Գրիգ ջան։ Մի վարկյան, ինձ պետքա 5 րոպե։ 3։ Չէ։ Ինչը բայց ես հաշվում եմ քանի հյուր են այսօր եկել։ 2։ Ասեց Չէ։ չեմ կարող կենտրոնանալ։ Ուր որ է։ Ինչ թվում է Գրիգ 1։ Պետքա։ Պատասխան։ Ասեց դուքնի։ Դուք Ճունեք։ 7 եւ 2 թվերի համախ լավ չեմ հիշում։ Ինչ ասեց։ Ասեց որ ամեն ինչ աշխարհում արդար է ձեզ համար։ Բա, հենց ով է եղել Գորի լոգոպեդը։ Էսա կասեմ։ Գրիգորիևնա, հա։ Չէ։ Շատ լավ է։ Չէ, Գրիգոր բառ չէր կարող ասել մի վարկան։ Օրինում ես այդ Գրիգ բառը կար Գրիգորիևն է։ Ես հիշում էի, ճիշտ եմ ասում, հիշում էի։ Մի վարկան։ Հաշվեք, 3 2-1 իսկ ճիշտ պատասխանը էր Կրիստինա Տիգրանյան։ Բա, Կրիստինա Տիգրանյան, Գորին հարց, մերի վերջին դիտած անիմե ֆիլմը որն էր եւ ումն էր։ Սկզբից ասեց Նարուտոներ, հետո ասեց չէ, Կիցիանո Խիզիմիկի այդ անհնարին հիշելու ճապոնական անուններ։ Գոնե վերնագիրը։ Գոնե վերնագիրը։ Վերնագիրը հնարավոր էր։ Ասես նախավերջին Նարուտոներ, Վերնագիրը ուրվականների ունիսյոննի պրիզրկմի, չէ, Ինձ ես նայում, հասկաս ճիշտ է թե չէ։ Հայրեն ոնց հայրեն, ես մարդը հայրեն չի ասում, ոնց հայրեն։ Ասեց ռուսերենը, Ճիշտ պատասխան է, եկեք ծափարենք։ Ես հեշտ հարցնեմ մերին։ Մե հեշտ հարց։ Շատ հեշտ։ Ինչքան փողեր առաջարկում, որ տայինք Ամալին գորը, որ Գրիգին 5000 դրամ։ Ճիշտ է։ 5000 դրամ, հա, բայց կարող է մեր խաղում կանոններն հենց որ արծետ արսեմ ես, ուրեմն լսում։ Լավ չէ, իրականում հաշվում ենք, եկեք ծափարենք 200 մեգաբայթ եւ այսպես, Ամալ, որ դասանում էր մերին պատրաստում գնալ Ռումինիա։ Բայց ես հստակ պետք է լինի պատասխան։ Հեսա ասեմ։ Հեսա ասեմ։ Դա եղել է 13 թվականին։ Եթե ես գնացել եմ դպրոց 2006, 5 պլյուս, չէ, 8 չի, 13։ Հարցը մոռացա։ Մի վարկյան։ Վրաստան։ Որ դասարանում։ 6-րդ։ 9-րդ։ Հարց Գորին։ Որ ժամերին էր մերի նկարչական դասերը Գոր։ 4-ից 6-ը 5-ին էլ Նարուտոներ պիտի գար, նա էր ճիշտ եմ։ Ճիշտ պատասխան է, եկեք ծափարենք։ Եվ այս փուլի վերջին հարցը մերին, ընդամենը վարկյաններ առաջ, ինչ պետության անուն նշեցի ես։ Վրաստան, ուշադիր եք։ Եվ մենք արդեն այսպես հրաշալի դրամատությամբ ասում ենք մեր ամենասիրելի փուլին, երրորդ փուլին։ Երրորդ փուլում, սիրելի ընկերներ, դուք ունեք արդեն ընտրության հնարավորություն, դուք պետք է ընտրեք 3 կատեգորիաներից մեկը՝ վիդեո հարց, ձայնային հարցեր եւ Noro GPT։ Այս փուլի ամեն ճիշտ պատասխանը ձեզ կբերի արդեն 300 մեգաբայթ, պայքարը ավելի պետք է թեժանա, որովհետեւ այս փուլից հետո մեկ մասնակից լքում է մեզ։ Եվ ըստ կանոնների առաջին ընտրության հնարավորություն ունի առաջատարը Գորը այս դեպքում, ձայնային վիդեո հարց, Noro GPT ընտրությունը Վիդեո հարց։ Վիդեո հարց ընտրեց Գորը, վատ չէ։
Այնուհետև միավորներով գալիս է Noro GPT Noro GPT եւ ձայնային է մնաց քեզ որպես ականջով։ Ուշադրությունը էկրանին, վիդեոարտ գորի համար գնաց։ Ինչի համար են մարդիկ ստեղծում արհեստական լճեր։ Երևանյան լիճը միանգամից լուծում է մի քանի խնդիրներ մեր քաղաքի համար, շատ կարևոր։ Առաջի կարևորությունը՝ սա ջրի մեծ պաշար է, ծառայում է որպես ոռոգման աղբյուր եւ ամենակարևորը պահպանում է էկոլոգիական հավասարակշռությունը։ Գոր, հո անհանգիստ չես։ Հանգիստ եղի։ Ստեղի ջրի խորությունը ընդամենը 8 մետր է։ Ախ, մոռացել էի, դու լողալ չգիտես, չէ՞։ Պարզ է ամեն բան։ Հուսամ ձեր մտքով չի անցնի մտնել այստեղ, լողալ։ Ոչ, այստեղ լողալ չի կարելի, բայց վստահ եմ այստեղ ինչ-որ հանելու պետքա գտնենք։ Ուշադիր եղեք, շրջելու ժամանակ գուցե ինչ-որ նշաններ լինեն։ Մի րոպե։ Իսկ ինչ եթե մենք փորձենք նույն ձև լճի ջուրը լցնենք օրագրի վրա, կարող է ինչ-որ թաքնված գրություններ հայտնվեն։ Վատ բան չես ասում, բայց Չէ, չեմ կարծում, որ նույն հնարքը կկիրառեին երկու պատասխանները գտնելու համար։ Այդպես շատ հեշտ կլիներ։ Եվ այսպես առաջին հարցը, որքան է Երևանյան լճի խորությունը։ Պիտի լսեի էլ, ես վիզուալն էի պատկերացնում։ 22 8 ճիշտ պատասխանը 8 մետր էր։ Հաջորդ հարցը, վերջին կադրում երևացող աղջկա պայուսակը ինչ գույն էր։ Վարդագույն։ Վարդագույն 300 մեգաբայթ։ Ակնոցն էլ էր վարդագույն։ Կապույտ։ Ուղղակի աչք ես ընկնում։ Վերջին հարցը հնչեց այսպիսի նախադասություն էկոլոգիական պահպանում։ Էկոլոգիական ինչն էր պահպանվում։ Մաքրությունը, չէ, էկոլոգիական։ Մտածի ավելի։ Էկոլոգիական։ Ինչ մի քիչ է ինձ հուշեք, ես ամենը լավ։ Էկոլոգիական մի վարքան եմ հուշում։ Հա։ Էկոլոգիական հավասարակշռությունը։ Հավասարակշռությունը 300 մեգաբայթ։ Ճապարեն գորին 600 մեգաբայթ այս փուլում վատ չի, վատ չի։ Ես կասեի ավելի լավ է։ Ու կասեի լավ է, դե ասա։ Դե ինչ ժամանակն է, որպեսզի մերին այժմ ուշադրությունը լարի, Noro GPT, Noro-ն պատասխանում է ինչ ուզում է, դու վերջում կհասկանաս։ Նարուտոյի տերմիններով պատասխանում է։ Եվ այսպես, Նոր ջան, այսօր լավ ես արթնացել, որ տրամադրություն։ Չէ, դու չեմ արթնացել։ Օ, էսի ջղային Noro-ն է։ Էսի ջղային Noro-ն է, հա։ Չէ, էսի արագն է։ Գնաց։ Այսօր արագն է, գնաց։ Ինչ մի բան խնդրեմ, բարձր մնա։ Ես Գնաց։ Առաջին հարցը։ Երկրորդը։ Առաջինը, ինչի մասին ես մտածում հենց հիմա։ Հենց հիմա լողանալու։ Ինչից են պատրաստում ռիզոտոն ըստ քեզ։ Մաղադանոս, փիփերթ, ոլոր, սալոր, ընկույզ։ Եվ արսակի թերթիկներ։ Ինչու շնաձկները չեն ապրում ցամաքում։ Քանի որ չունեն ատամներ։ Քանի ոտք ունի 8 հոտնուկը։ 16, Երբ քեզ կհամարես երջանիկ մարդ։ 3, Երբ կվերադարձնես իմ պարտքը։ վաղը, Որ միջատն է համարվում ամենաուժեղը։ ճարպկաձուկը, Որ ֆիլմը դիտելիս ես լաց եղել։ լացող ուրենին։ Եվ վերջին հարցը, ինչու ես դու հենց մեր համահաղորդավարը։ Արմենը չուզեց։ Ծափարենք Noro GPT-ին։ Եվ այսպես, առաջին հարցը 300 մեգաբայթ։ Ըստ Noro-ի ինչից էին պատրաստում ռիզոտոն, ասացեք կոնե 3 ինգրեդիենտ։ Մաղադանոս, փիփերթ, սալոր։ Էրիկա, 300 մեգաբայթ։ Բայց ընդհանրապես իմացեք, որ արսակի թերթիկներն են շատ կարևոր ինգրեդիենտ։ Ես վերջում դա ֆիքսեցի։ Քանի ոտք ունի ես Noro-ի 8 հոտնուկը։ 16 300 մեգաբայթ։ Եվ վերջին հարցը, որ ֆիլմը դիտելիս է լաց եղել։ Լացող ուրենին։ Լացող ուրենին, ավտոբուսանոց, արդյունք մերին եկեք բարձր ծափարենք, բրավո։ Վայ, Ամալ ջան, վայ։ Ոչինչ, լավ։ Պատահում է։ Պատրաստ ես։ Մենք օգնելու ենք քեզ։ Հա։ Օգնելու ենք երկուսին հաղթես։ Այո։ Թե առաջարկում եմ այդ լուսավոր մի ականջդ ավելի լարես։ Եթե խանգարում է երկու կողմն է կա, այսինքն մի կողմն է։ Մի կողմը, հա, ծանրով։ Ձայնային հաղորդագրություն հատուկ քեզ համար։ Դանդաղ միացնենք ձայնայինը։ Ուշադրություն գնաց։ Անի ջան, բարև ձեզ, որ հեռախոսը բերել էի կոդը բացեմ, ճիշտ ասած բացել եմ,
ու չեմ դիմացել, նամակները կարդացել եմ։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ ձեր ընկերուհի Կարինեն, որ ձեզ ասում է շարունակեք Սահակի այդ շփումը, ակնհայտ նախանձում է ձեզ։ Ես հաշվել եմ, ինքը 26 անգամ Սահակի անունը տվել, ինչը նշանակում է, որ ինքը Սահակին հավանել է ու ուզում է ինքը Սահակի հետ շփվի։ Ձեր ընկերական չաթում էլ մենակ դու Լիաննան եք ակտիվ, կարակ Կարային, Հերմինեն ու Լիլիթին հանեք, 1000-ից մեկ են ակտիվ, ուղղակի խնդալու ռիլեր են ուղարկում, ասում մեջ մարդամի 13 հատ, որոնցից միջնում 2 հատ նախնդալու։ Ու մեկ էլ չաթի անունը փոխեք, որ գրած է 8 գժուկներ մի տեղում, էլ 8 հոգի չկա։ 2024 թվականի օգոստոսի 9-ին Աստղիկը, Տաթոն ու Հակոբը դուրս են եկել չաթից։ Անիջան կներես էլի որ նայել եմ, հուսամ որ լսես այս voice-ը չես ժղայնանա։ Քեզ լավ որ հեռախոսի կոդն էլ 1953 էր։ Քանի չես մոռացել, միանգամից առաջին հարցը, ինչ էր անի ընկերոջ անունը։ Սարիկ։ Լավ ես սկսել։ Ես Սարիկ եմ լսել։ Հակ։ Սահակ։ Չէ, Սահակ չէր գունք։ Սահակ։ Եթե չէ, ուրեմն լավ։ Եթե չես ուզում Սահակը ասես։ Սահակ, ուրեմն ձայնային։ Սահակ։ Այս ընդունում ենք։ Ընդունում ենք։ Այս թվում է մյուս երկուսին չի պատասխանելու զուտ դրա համար։ Մյուս հարցը, ինչ էր անի եւ ընկերուհիների չաթի անունը։ 8 գժուկները։ 8 ինչպիսի գժուկները 8։ Չէ, 8 գժուկները լավ է։ 8 գժուկները։ Ինչ 8 գժուկները։ Երկրում, աշխարհում, Երևանում, քաղաքում։ Մի տեղում իրականում, բայց ես կարծում եմ, որ ճիշտ է, որտեղ 8 գժուկներն են կարևորը իշել։ 300 մեգաբայթ ու բան չի փոխելու։ Եվ վերջին հարցը, ինչ էր հեռախոսի գաղտնաբառը։ 1953։ Բրավո։ 3 ճիշտ պատասխան եւս 100%-անոց արդյունք ծափարենք Ամալեն եւս եւ ամփոփենք այս փուլի արդյունքները։ Ամալ 1200 մեգաբայթ։ Գոր 1300 մեգաբայթ եւ Մերի 1400 մեգաբայթ։ Ինչպիսի կատարյալ հավասարություններ, բայց կանոնները մնում են կանոններ։ Ես առաջարկում եմ ծափարենք Ամալ Դոլուխանյանին։ Ուզում ենք մեր կողմից հանձնենք այս հրաշալի մրցանակը քեզ։ Սովորաբար, խնդրում Գորջան, եթե կարելի է փոխանցես, սովորաբար մեր մասնակիցները տանում են իրենց հետ, բայց դու կարող ես դարձնել ականջող։ Պետք է խոստանաս, որ դա դարձնելու ես ականջող եւ անպայման։ Տետրիսը ականջող։ Աշխատող իմիջելս։ Այսպես կախես, խաղաս ու հիշես հիշաչար երեկոն։ Անպայման։ Ողջունում եմ հարգելիներս։ Ես միջազգային վարսարդար Վահան Արմենի Սարգսյանն եմ։ Ապրում եմ քաղաք Դիֆուզում, գյուղ Ֆեյդ։ Զբաղվում եմ վարսարդարությամբ շուրջ 5 տարեկանից։ Իսկ ավելի պրոֆեսիոնալ սկսել եմ զբաղվել 16 տարեկանում, ընկերներիս մազերն էի կտրում։ Նրանք շատ գոհ էին, մինչև չէին հասնում տուն եւ տեսնում էին հայելու մեջ եւ ինձ վատաբանում։ Շատ գոհ էին թե Նարեկը, թե Սուրոն, թե Արամը, մի խոսքով տղաները շատ գոհ էին մնում։ Վարքաբեկումներից հետո տեղափոխվեցի Երևան, գտա իմ վարպետին, Գնել Սարգսյանին, պարոն Գնել Սարգսյան, վստահ եմ շատ էլ գիտեք, ում մականունը Մկրատ էր։ Ձյաձ Մկրատը ինձ սովորեցրեց վարսավերության 3 գլխավոր կետերը։ Առաջինը՝ միշտ կտրիր հաճախորդիդ ուզած չափից ահագին կարճ։ Երկրորդը՝ երբ հեռախոսից զանգ է գալիս, կապ չունի ինչ ես անում, թող ու վերցրա հեռախոսը ու երկար խոսա։ Եւ երրորդ ամենակարևորը՝ վարվիր դիմացինիդ հետ այդպես, ինչպես կվարվեիր ինքդ քո անձի հանդեպ։ Շատ խելացի մարդ էր ձյաձ Մկրատը։ Հիմա էլ թողել եմ վարսավերությունը, գնացել է Դուբայ, բիտքոյնների գործ անում, բան ամենամեծ ֆերման Դուբայ ինքն է դրել, դե մոտ մի 37 հատ բիտքոյն բան ունի, բայց ինչև է։ Հաճախորդներից մազերը կտրում եմ 500 դրամով, որտեղ 500 դրամների կաս ունեմ, տենց 500 դրամանոց է հարմար է, էլի որ գցեն, ասենք 1000 բան չի մտնում։ Արդեն 7 տարի է զբաղվում եմ։ Օրինակ նայեք հիմա գրիգի մազերը sense նայում եմ, լավ չեն կտրել։ Դեք մազ կա գլխիդ։ Ասում եմ հենց հիմա ուղեմ ու վերջացնում։ Չէ, էլի այն նստի, մանավանդ այդ Մկրատով։ Ես գիտես ինչ Մկրատ է իմ համար, որ տանը կա, բայց երբեք պետք չի գալիս այդ Մկրատը, չէ՞։ Դերցակի Մկրատն է որ սեղան։ Այսքանն էր, այսքանով բավարարվենք եւ եթե պատրաստ եք, ես ուզում եմ ձեզ տամ այս ձայնային ազդանշանները։ Իմիջերս կարող եք բաժանել ձեր մեջ։ Որն է քո համար ավելի գեղեցիկ, կարող ես դա տոնել քեզ։ Ստեղնաշարային է տվեց քեզ։ Մենք փորձենք։ Ահա։ Բայց ես գիտեմ որ նրանք բնատուրել են կարողանում նման ձայներ հանել։ Դուք բնատուրել եք կարող, չէ՞ անեք, մի հատ խնդրեմ։ Մի վերքան։
Իսկ դելֆինների հաճախականություն։ Չացավ։ Ոնց չացավ, միոպե։ Ոնց։ Ես ոնց եք անում։ Ես կարամ պատասխանեմ։ Իսկ ո՞վ է սենց պատասխանում։ Այստեղ գորը մի 3 հատ է ձևանի քունը ստանալու է կնեմ լուրջ եմ ասում։ Եկեք սենց արեք։ Եվ այսպես, առաջին հարցը որ գյուղից էր բանը։ Դիֆուզ։ Ոչ։ Fade։ Fade, ճիշտ պատասխան։ Քաղաքն է։ Լավ։ 400 մեգաբայթ, այս փուլում ամեն ճիշտ պատասխանը 400 մեգաբայթ է, ավելի է թեժանում ամեն ինչ։ Եվ այսպես հաջորդ հարցը, քանի տարեկանում էր սկսել զբաղվել վաղ։ 5։ Սխալ էր։ Պրոֆեսիոնալ 16, 400 մեգաբայթ։ Բայց մի վարքան։ Արդար չեք։ Պրոֆեսիոնալ բառը չէր պես։ Լավ 200 եկեք։ Եկեք, կիսում։ 250, 150։ Հա? 200 կիսում ենք այս անգամ։ Պարոն Մկրատի առաջին խորհուրդը ո՞րն է։ Օ, այս ինչ էր։ Այս ինչ էր։ Հավասար։ Ես։ Մի հատ կփչեք էտի։ Ես չես էլ առաջինը։ Մերին էր առաջինը, Մերի։ Առաջին խորհուրդը կտրիր հաճախորդիդ մազերը իր ցույց տվածից շատ ավելի կարճ։ Օ! Ճիշտ է։ Այս պահին քանի բիթքոին ուներ պարոն Ընտրեմ գոր 32 Մերի գիտես։ Ես գիտեմ։ 32 կամ 39։ Ստալ էր Մերին ունի շանս։ 37։ 37 400 մեգաբայթ։ Եվ այս փուլի վերջին հարցը։ Քանի տարի է մեր վարսահարդարը հավաքում 500 դրամանոցների կապ։ Ով էր առաջինը։ Գորը։ Չեմ հիշում։ Նվագում ես ուղղակի դու արդեն։ 5։ Տալ պատասխան Մերի։ 7։ Բրավո։ Եվ ժամանակը Ինչը փողին էր վերաբերվում հիշում ես։ Ամփոփենք արդեն եզրափակչի միավորները եւ այսպես ձեր ծափահարությունների ներքո։ Գոր 1900 մեգաբայթ։ Բրավո։ Եվ վերջին փուլում սենց անսպասելի ձևի աճով հաղթող է դառնում այս խաղի Մերին 2800 մեգաբայթով։ Բրավո։ Ես առաջարկում եմ Գորին ծափարենք հրաշալի խաղի համար մեր ռետրո մրցանակը Գորջան եւս քեզ մենք տանք եւ մի երկու կարծիք։ Ականջող չեմ սար։ Չէ, դու ինչ ուզում ես արա, բայց բացի որ տեսնեն էլի մարդիկ չասեն, պահում են իրաց տոպրակ են։ Դուք շարունակեք ես իմ համար կխաղամ։ Մենք սուպեր եզրափակում ենք եւ մեկ հարց ճիշտ պատասխանը քեզ կտա մեր այս խաղի գլխավոր ռետրո մրցանակը, որը հաստատ Tetris չի, նայ ակտիվացավ նայմայա, ուրիշ նվեր էլ կար։ Մեր տունա գալու մեկը։ Եվ այսպես Մերի, հարցը շատ պարզ է հնչում, հուշել չկա, Գորջան, նայ դու Tetris-ին, ինչ գույն էր վարսահարդարի մկրատը։ Բա։ Ես կարող եմ, չէ՞, մի քիչ մտածել, դուք էլ օգնեք։ Իհարկե։ Ոսկե գույն։ Հիմա ես մտածում ես։ Հա, ես իմ մեջ պիտի մտածեմ։ Ոսկե գույն էր։ Հա։ Ոսկե գույն ճիշտ պատասխան Մերին եկեք ծափարենք։ Այդ խնդրեմ դու էդ էլ մրցանակն է։ Ծափարենք Մերին հրաշալի խաղի համար։ Շնորհակալ եմ։ Մերի ջան, այս երեկոյի քո մրցանակը, խնդրում եմ դու վերցրու։ Այդ մրցանակը պատրել է։ Բացել մեջը 20 հատ Tetris, հա։ 20 հատ։ Ամեն մեծ տոպրակ։ Մենք փակվենք։ Օ, նա ինչ ծիրուն գույնի։ Շատ հաճելի։ Ունեցել ես սրանից փոքր ժամանակ։ Չէ։ Գորդ։ Ես ունեցել եմ։ Ունեցել ես, չէ՞։ Մի քիչ ավելի հին մոդելի։ Ահա։ Բայց ունեցել եմ, դենձի երեն։ Այդ բաները որ կային։ Այդ ունեցել եմ, որ սագերը թռում են։ Տանեցիներ ասում են հերոստացույցին վնաս է մի արեք։ Չէ։ Բայց այդ շատ հայտնի։ Մենք առանձին հերոստացույց ունենք խաղում։ Հատուկ փշացնելու համար։ Ծափարենք Մերին հրաշալի խաղի համար։ Ծափարենք Գորին նաև սուպեր եզրափակիչը զարդարելու համար։ Իսկ հիշաչար երեկոն այսօր այսքանն էր։ Մենք կհանդիպենք հաջորդ 5 շաբթի եթերաշրջանի ամենավերջին հաղորդման ժամանակ, որտեղ կլինեն շատ անսպասելի անակնկալներ։ Ասենք ինչ։
Շատ սիրված հյուրեր ես կասեմ։ Շատ։ Իմ ամենասիրած հյուրերն են լինելու։ Այս նախագծի պատմության ընթացքում։ Աշխարհում ամենասիրած մարդը լինելու է հյուր։ Որտեղ կոմենտներում ուշադրեք։ Իսկ թվում է երկուսս նույն մարդու մասին ենք մտածում։ Տարբեր, բայց կարող է ինքն է քո ամենասիրած։ Օ, այսինքն 3-ից մեկին ես եմ սիրում, մյուսին դու։ Իսկ այն մեկին ամենաշատն ենք ատում ես ու դու։ Գուշակեք կոմենտներում, այսքաններ իշաչար երեկոն մինչև հաջորդ 5 շաբթի կհանդիպենք առաջինի եթերում։